24 TV-ն շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Խոսենք ներքաղաքական նախիրավիճակից, լարվածությունը շարունակվում է, մասնավորապես մենք տեսնում ենք, որ կալանավորումներ, ձերբակալություններ, նաև կին կալանավորված անձ կա, նաև պետականացնելու գործընթաց է գնում եւ այս ամեն ինչը ներկայացում է, որ ամեն բան արվում է պետության համար, ժողովրդի համար եւ վերադարձում է թալանվածը։ Ինչ բացատրություն ունեք ընտրություններից հետո այս գործողությունները, ինչու են տարվում։ Տեսեք, Երմինե, խնդիրը շատ պարզ է, ստեղծվել է մի իրավիճակ, որ բնորոշ է անձնիշխանությանը։ Ցանկացած այդպիսի երկրում, այսպիսի այլանդակություններ կատարվում են շարունակ։ Բայց խնդիրը կանում է նրանում, որ մեր ժողովուրդը այս անցած 30 տարիների ընթացքում բոլորովին այլ իրավիճակ էր սովոր։ Ինքը այսպիսի այլանդակությունների սովոր չէր։ Ինչ է նշանակում, ասում եք, կնոջը ձերբակալել են, չեն թողում միշտ 13 տարեկան երեխայի հետ շփվի։ Ինչ զարուրելի բան է։ Եվ դա միակ կինը չի, որ ձերբակալված է։ Տասնյակ քաղաքական գործիչներ են ձերբակալվել։ Երբ այդպիսի բաներ են, պատգամավորության թեկնածու, արդեն պատգամավոր մարդկանց են ձերբակալում։ Ընտրություններից առաջ քաղաքական ուժի բոլոր հիմնական դերակատարներին, որոնք պետք է գնային այնտեղ հետևեին այդ ընտրությունների ընթացքին, նորմալ ընթացքին, հետևեին, որ իշխանությունները այլանդակություններ չանեն, նրանց ձերբակալում են։ Ձերբակալում են, ընտրությունը ավարտում են, բաց են թողում։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է այն մասին, որ մենք բոլորս պետք է հասկանանք եւ ընկալենք խորությամբ, որ մենք տեղափոխվել ենք մի իրավիճակ, երբ որ անձնիշխանություն է երկրում եւ այդ մարդը մի կողմ է դրել սահմանադրությունը, մի կողմ է դրել պետական ինստիտուտները, դատարան, դատախազություն, քննչական մարմիններ, օրենք, սահմանադրություն ու անում է այն ինքը ինչ կամենում է։ Սա երկար չի կարող այսպես մնալ։ Սա անպայման պետք է պայթի։ Եվ տեսեք, Երմինե, ես մի բան էլ պետք է ասեմ։ Ստեղծվել է մի իրավիճակ, որից բոլորը դժգոհ են։ Ինքը դժգոհ է, որտեղ չկարողացավ կատարել իր խոստումը իր տերերի ու չունեցավ խորհրդարանական մեծամասնություն, որովհետեւ կարողանա սահմանադրությունը փոխել։ Ընդդիմությունը դժգոհ է եւ օբյեկտիվ դժգոհ է, որտեղ իրանից գողացան իր ձայները։ Ակնհայտ է, չէ՞, որ Ծառուկյանը ուներ անցած խորհրդարան անցած կարգավիճակ, խլեցին իրանից դա։ Էլ չեմ ասում, որ ընտրությունների ամփոփման ժամանակ ինքը ուղղակի հրահանգեց, ընդամենը կարծեմ 15%-ներ հաշված, որ ասենք թե հանձնաժողովներ անեն այլանդակություններ, որպեսզի այսպիսի նույնիսկ 50%-ից ավելի քիչ ձայներ չլինեին, որտեղ կլինեին կարողապատահի մի 40% ընդամենը։ Բայց նաև Ադրբեջանն է դժգոհ այս իրավիճակից, որտեղ խոստումներ էր տրվել։ Թուրքիան է դժգոհ այս իրավիճակից այն պատճառով, որտեղ Ադրբեջանն է դժգոհ։ Ռուսաստանն ու Պարսկաստանն են դժգոհ այս իրավիճակից։ Այսինքն բոլոր դերակատարները, որոնք ներքին եւ արտաքին կապված են Հայաստանի քաղաքական զարգացումների, դժգոհ են։ Սա եւս խոսում է այն մասին, որ մենք կանգնած ենք լրջագույն ցնցումների առաջ։ Այս անորոշ վիճակը պետք է որոշակի անա։ Ես կդժվարանամ ասեմ, երբ դա տեղ կունենա, բայց որ դրա անխուսափելի է, դա ակնհայտ է։ Նույնիսկ ես չգիտեմ նախաձեռնողը ով կլինի, իշխանությունը թե ընդդիմությունը, բայց այս անկայուն հավասարակշռությունը երկար մնալ չի կարող։ Դե բայց դրա համար է Փաշինյանը դերակատարներին խոշոր, ովքեր քաղաքական դաշտում կան եւ նրանք կարող են ղեկավարել գործընթացներ եւ մարդիկ հետևեն նրանց, կազմակերպչական առումով նաեւ ֆինանսական ռեսուրսներ ունեն, այդ մարդկանց կալանավորում է։ Եվ այսինքն Փաշինյանը հաստատում է իր իշխանությունը։ Չէ, գիտեք, որ ինքը դա անում է, դա իհարկե այդպես է, բայց որ ասում եք ինքը հաստատում է իր իշխանությունը, այդպես չի, որտեղ դա խուլ ընդդիմություն է առաջացնում, ոչ միայն քաղաքական ուժերի, այլև հասարակության մոտ։ Հասարակության մոտ այդ վերաբերմունքը, գիտեք, դա հայկական ֆենոմեն չի։ Բոլոր երկրներում այդ տոտալ ճնշումը քաղաքական գործիչների վրա նաև հասարակության մոտ է առաջացնում դժգոհություններ։ Իհարկե հասարակությունը ինքնին չի կարող դա դրսևորել, բայց երբ որ քաղաքական ուժերը, ընդդիմադիր քաղաքական ուժերը անցնեն պատասխան քայլերի, փողոցային։ Բայց եթե նա կալանավորում է եւ ծանր հոդվածներով արդյոք չի արմատախիլանում նույն ընդդիմությանը կամ գոնե կանխարգելում նրանց հնարավոր գործողությունները։ Ես քո հետ կհամաձայնվեի, եթե ինքը հաղթած լիներ, բայց ինքը հաղթած չի, ինքը ունի խնդիր, որ դեռ պետք է լուծի։ Ընդ որում եթե այդ խնդիրը չլուծի, իր տերերը բավականին
պրոբլեմային իրավիճակ ստեղծեն իր համար։ Եվ այդ պատճառով ինքը պետք է նոր քայլ կատարի, այնպես չի որ ինքը կարող է քայլ չկատարել։ Ինքը նոր քայլ պետք է կատարի։ Եվ այդ նոր քայլը, որը պետք է բերի ավելի մեծ այլանդակությունների, այդ ժամանակ այն բոլոր խնդիրները, որ ինքը այսօր հարուցում է եւ իշխանության ղեկավարների համար եւ հասարակության համար, առիթ կլինի, որպեսզի բոլորը համախմբվեն եւ դուրս գան իր դեմ։ Հիմա դու կարծում եք, որ անորոշ վիճակ է ստեղծված։ Այո, անկայուն հավասարակշռություն է, իսկ այդ անկայուն հավասարակշռությունը երբեք երկար տևել չի կարող։ Այդտենց է, քաղաքական իրավիճակում այդ անկայուն հավասարակշռությունը պետք է կայունանա։ Պետք է կայունանա, ես կարծում եմ, նույնիսկ կարծում եմ, որ ինքը նախաձեռնողը կլինի հենց ինքը։ Այսինքն ինչպես նախաձեռնի, ինչ անի։ Ստեղծի իրավիճակ, որ ասենք թե խորհրդանում գողանա падգամավորներին ընդդիմության եւ ստեղծի մեծամասնություն։ Ընդ որում դա կարող է անել բավականին այլանդակ ձևերով, այլանդակ։ Ժամանակը իր համար բավականին քիչ է մնացել, որովհետեւ տերերը սպասում են, որպեսզի գոնե մինչեւ ասենք թե տարվա վերջ ինքը այդ համառությունը փոխի։ Ովքեր են տերերը։ Դե մենք ասեցինք Ադրբեջանը, Թուրքիան։ Այո, որովհետեւ հենց նրանց էր ինքը խոստացել, մոռացել եք, որ ինքը ասում էր, եթե սահմանական մեծամասնություն չլինի խորհրդանում ԿՊ-ի համար, ապա Աշտանը տեղի կունենա պատերազմ։ Այդ իր խոսքերն են, չէ՞։ Այսինքն ինքը հստակ գիտի, որ ինքը եթե այդ քայլերը չիրականացնի, չունենա սահմանական մեծամասնություն եւ չփոխի սահմանությունը, դրոք սահմանությունը փոխելն էլ նենց վերացական բան չի։ Այնտեղ ինքը պետքա արմատախիլ անի ողջ ազգային նկարագիրը մեր սահմանության։ Նախաբանից պետք է հրաժարվի ինքը, պետք է փորձի մեր հայաստանյան ծառայական Սուրբ եկեղեցու դերը նսեմացնել, որտեղ մենք բավականին հստակ ամրագրված դերակատարում ունենք մեր եկեղեցու համար եւ էլի շատ այլանդակություններ։ Այն ամեն ինչ ինչ որ արել է ինքը օրենսդրության մեջ, այդ ամեն ինչը ինքը պետք է տեղափոխի։ Դե բայց պաստորեն ընդդիմությունն էլ նստած սպասում է տեսնել թե ինչ կանի Փաշինյանը։ Ես այդպես չեմ մտածում Հերինե։ Այնպես չի որ ասենք թե ինքը մտածում էր որ ինքը պետքա 2/3 հավաքեր, այսինքն 66% եւ հանկարծ հավաքեց 49%։ Դա ընդդիմության հետևական աշխատանքի արդյունք էր։ Ամբողջ ընդդիմադիր դաշտը այդ այլանդակության դեմ դուրս եկավ եւ հասարակությունը դուրս եկավ այդ այլանդակության դեմ, այնպես որ ինքը նույնիսկ կեղծելով առավելագույնը 49% հավաքեց։ Բայց 700,000 ձայն ստացան։ Այո, 700,000 ձայն նկարվեց երնե։ Այ հենց այդ նկարվածները իր հետ չեն։ Միգուցե ես չեմ առարկում, որ ինքը շուրջ 40% ունի, որտեղ այդ 40%-ի մասին շատերն էին ասում։ Ասում էին մարդիկ, որոնք բավականին վստահություն են ներշնչում։ Սակայն ինքը, այդ ասեցի ինչպես, այդ ահավոր խախտումներով, ընտրական process-ի խախտումներ, ուղղակի խախտումներ, ահավոր ընտրակաշառքներով, այդ ընդհանրապես մի քանի ամիս առաջ թոշակների բարձրացումը կամ ասենք թե այդ ապահովագրությունը բժշկական, դա հենց ընտրակաշառք էր, հենց ամենադասական ընտրակաշառք։ Դիտեք թե արևմտյան երկրներում որն է համարվում ընտրակաշառքը իշխանության կողմից, հենց դրանք են համարվում ընտրակաշառք։ Այ հենց այդ ընտրակաշառքի, այդ այլանդակ խախտումների, այդ հրահանգավորման, որ ես արդեն հաղթել եմ, Դե բայց մենք տեսանք թեկուզ ինքը ասաց, որ ես հաղթել եմ, հետո հասկացանք, որ Պաստորեն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի կարող, խմբակցությունը չի կարող մտնել խորհրդարան, բայց մենք չտեսանք այն մեծ շարժը, որ ընդդիմությունը կարող էր ապահովել։ Եվ որևէ կաշկանդվածություն Սահմանադրական դատարանի հանդեպ չստեղծվեց, որ նրանք որոշում կայացնելիս մտածեն, որ այսքան հազար մարդ դրսում մեզ է սպասում, էլ որոշմանն է սպասում։ Մենք պատասխանատու ենք։ Լռությամբ հանգիստ ընթանում էր դատավարությունը, կարծես թե հերթական դատավարությունն էր։ Հիմա այստեղ չկա ընդդիմության Ես պետք է համաձայնվեմ, շատ ավելի ճիշտ կլներ, որովհետեւ ասենք թե այն ընդդիմությունը, դիտողային ընդդիմությունը, որը այսօր կա, իրականացներ դա։ Ես կարծում եմ, եթե նույնիսկ այս արդյունքները լինեին Սահմանադրական դատարանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ելի նրանք կարձանագրեին այն փաստը, որ ժողովուրդը եւ դիտողային ընդդիմությունը հարց չի այս հայտարարությունների հետ։ Ես դա ասելով մի անգամ եմ ուզում ասեմ, որ ամեն ինչ դեռ արժևում է։ Ամեն ինչ դեռ արժևում է, որտեղ այս անկայուն հավասարակշռությունը ոչ մեկին չի բավարարում, ոչ ներսում, ոչ էլ դրսում։
Զարգացումներ լինելու են կարծում եք։ Ես անխուսափելի եմ դա համարում։ Չի կարող այսպիսի բան լինել։ Չի կարող, բոլորը դժգոհ են այս իրավիճակից։ Հիմա այն ինչ որ կատարվում է մասնավորապես Գագիկ Ծառուկյանի հետ կապված, մենք տեսնում ենք, որ նրա գույքի պետականացում է տեղի ունենում եւ այս ամենը բացատրվում է այնպես, որ հատիկ առ հատիկ վերադարձվում է եւ ժողովրդի համար է այս ամեն ինչը արվում։ Հիմա ձեզ համար կարելի է պետություն ենք սկսվեց։ Ախր մենք պետություն ենք, այս պետությունում սահմանադրություն կա, օրենքներ կան, իշխանությունների տարանջատման եւ հասարակության սկզբունք կա։ Ինչպես կարող է մեկ մարդու հրահանգով այդ ամեն ինչը մի կողմ թողնվի եւ սկսեն ինչ-որ գործընթացներ։ Դա աբսուրդ է։ Սա պետություն չի։ Սա մի անձի իշխանություն է։ Ախր սա այնքան աղաղակող մի բան է։ Որ այդ մարդը հանկարծ ուրիշ բան հրահանգի։ Ինչ օրինակ հրահանգի։ Հրահանգի, որ ընդհանրապես պետք է հայ ժողովուրդը ինքնասպանություն գործի, ժամն ու օրն էլ նշելով։ Այդպես պետք է լինի։ Բայց իրենից դա սպասելի է։ Օրենքները չեն գործում այս երկրում։ Ընդհանրապես սահմանությունը չի գործում։ Եվ այդ դրա մեղավորը մեկ մարդ է, Նիկոլ Փաշինյանը, ինքը հրահանգավորում է եւ պարտադրում է, որ բոլոր պետական մարմինները հետևեն իր հրահանգին։ Սա տանում է դեպի կործանում։ Այսպես երկիր չի լինում։ Այսպեսի երկիր չկա։ Սա տոտալիտար երկիր։ Շարունակական գործընթաց է սա լինելու ոչ միայն Ծառուկյանի հանդեպ, այլև մյուսների հանդեպ, որովհետև արդեն իսկ Փաշինյանը ասել է, որ լինելու է։ Այո, իհարկե, շատ ճիշտ է Սերմն է, բայց նույնիսկ եմ ասում, ինքը ունի պատվեր, եւ այդ պատվերի մասին ինքը բարձրաձայնել է այդ պատվերը։ Գիտեք, երևի այն ասենք թե իր տերերին այնքան էլ հետաքրքիր չեն, ինքը սրան ձերբակալում են, նրան չի ձերբակալում։ Իր տերը ասում են երիտասարդ։ Խոսք ես տվել, կա փոփոխի սահմանությունը։ Դրա համար ընտրությունից անմիջապես հետո Հաջիևը եկավ։ Այո, իհարկե, եկավ, որպեսզի տեսնի, ասենք թե հրահանգները որ կան, կետ կատարվում են թե չէ։ Բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը որևէ առանցքային դեր չի ունեցել Փաշինյանի գործողությունների առումով, ինչ ծրագրել է, կարողացել է իրագործել, նույն խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց, Արցախ-Ադրբեջանի կազմում ճանաչել է եւ ընդդիմությունը չի կարողացել որևէ դիրքորոշում ունենալ։ Հիմա ինքը ունի 3/5 եւ սահմանադրական օրենքում կարող է փոփոխություններ անել սահմանադրության մասով, այսինքն ինչն է խանգարելու այս ընդդիմությունը իրան, որ ինքը կարողանա նաեւ հանրակրթ իրականացնել բարեհաջող։ Տես Հերմինե։ Եթե դուք ասում եք նկարեցին, նա էլ կարող են նկարել։ Իհարկե, այդպես է, ընդհանրապես ազնիշխանության ընթացքը այդպեսին է, բայց դա ինչ որ միտեղ կանգնում է։ Չի կարող պատահի, որ այդ ճնշումները չբերեն այն ընդվզման, որը տեղի ունեն ցանկացած ազնիշխան պետություններում, եւ մեր մոտ էլ պետք է տեղ ունենա։ Բայց ես ձեզ հետ համաձայնվել եմ, ուզում ձեզ ուշադրություն հրավիրել մի բանի վրա, նաեւ մեզ լսողների, որ այդպես հարթ չի ընթանում իր մոտ։ Այդպես հարթ չի ընթանում։ Այնպես ինչպես ասենք թե 19 թվականին էր, 21 թվականին, այդպես չի, բոլորովին այդպես չի։ Իր նկատմամբ խուլը ըմբոստացումներ կան։ Մեկ-մեկ այս ընտրական process-ի ժամանակ դա բացահայտվում էր։ Այ հիմա հասարակության այն հատվածը, որը կրում է այդ գաղափարները, որ այսպես չի կարող լինել, այս մարդը մեզ տանում է դեպի կործանում։ Իրենք կհամախմբվեն եւ դուրս կգան։ Եվ նորից եմ ասում, դա դժվար է կանխատեսել, հենց առաջի անգամից կլինի, երկրորդ անգամից, երրորդ անգամից։ Կարևորը մեկ ուրիշ բան է, ակնհայտ է, որ այդ խուլ ընդդիմությունը իր նկատմամբ ձևավորվել է։ Իսկ այդ խուլ ընդդիմությունը կդառնա բարձրաձայն, երբ որ առիթը գա եւ առաջնորդվի այդ ընդդիմությունը։ Եվ պետք է լինի։ Ես կդժվար համոզված եմ, որ ոչ մեկը այդ հարցի պատասխանը ձեզ չի տա։ Համոզված եմ, բայց դա տեղի ունենում։ Միշտ այդ ընդդիմությունը, երբ որ ճնշվում է, մի անգամ այդ փայտը կոտրվում է եւ խփում է։ Հիմա Սամվել Կարապետյանը չկարողացավ այդ առաջնորդությունը լիարժեք կատարել։ Այ լիարժեք բառը, որ օգտագործեցիք, ճիշտ արեցիք։ Իհարկե դա կատարեց։ Նույնիսկ եմ ասում, այն արդյունքները, որ ինքը ստացավ, դա հենց այդ ընդդիմության աշխատանքի ու մեծ աշխատանքի հետևանքներ։ Արդյունքը բավարար էր, ոչ, բայց բավարար չէր նաև Նիկոլի համար։ Մենք պետք է հասկանանք, որ այդ պայքարում որևէ մեկը հաղթանակ չտարավ։ Ընդդիմությունը հաղթանակ չտարավ, իհարկե, բայց ինքն էլ հաղթանակ չտարավ։ Եվ այս իրավիճակը այդ երկու ուժերի ընդ որում մի ուժը ամեն ինչ ունի, պետական մեքենա, ռեպրեսիաների հնարավորություն, մյուս ուժը ունի ընդհանրապես խոսքի իրավունք։ Այս երկու ուժերի հակամարտության արդյունքն են։
Եվ այս հակամարտությունը բերեց նրան, որ որևէ մեկը չհասավ իր նպատակին։ Ինքն էլ չհասավ, իշխանությունը էլ չհասավ իր նպատակին։ Եվ ինքը պետք է փաստորեն այս անկայուն հավասարակշռությունը փորձի կայուն հավասարակշռության բերել։ Ասում եք ուզում է իշխանությունն ամրապնդել, որ պահանջները կատարի, ծրագիր ունի իրականացնելու, ինչ ծրագիր ունի օրինակ։ Առաջի հերթին ինքը պետք է անի, այն ինչի մասին ինքը ասել է։ Գիրք է կարդում, հայոց պատմությունն է ուսումնասիրում, ամեն դեպքում խոսում այն մասին, որ մենք մեր երկիրը պետք է պահպանենք, քարտեզը կա, բաժանում էր ընտրությունների ժամանակ։ Ինչ ծրագիր է։ Այ որ ասեցիր հայոց պատմությունն է ուսումնասիրում, կարծում եմ իր համար դեռ շուտ է այդպիսի բարդ գրքեր կարդալը ու հասկանալը, նախ ինքը պետք է կարդա եւ ուսումնասիրի ու հասկանա խորությամբ Չարի վերջը Հովհաննես Թումանյանի։ Երբ որ ինքը այդ խորությամբ կարդա ու հասկանա, հետո նոր կարելի է անցնել հայոց պատմությանը։ Ընդ որում հայոց պատմությունը կարդալու ժամանակ կունենա էլի, երբ որ նստի ինչ-որ կանոնավայրում։ Ինչպես։ Ինչու Չարի վերջը կարդա։ Որ հասկանա թե իր վերջը ինչ է ալնելու։ Եվ ինչ է։ Որ այդ Զաքերին տանում ուտում է, հետո վերջը ինչ է ալնելու։ Դե նա ամրացնում էր իշխանությունը, հնարավոր է 31 թվականին գրքին ընտրվել։ Այո, իր երազանքները կարող են շատ ավելի կարճ ժամանակում իդրև լինել։ Եվ ես կարծում եմ, որ հենց այդպես էլ կլինի։ Եվ ով պետք է դա անի։ Նկատի ունեք արտաքին աշխարհում։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Այն ժողովուրդը, որի մասին մենք խոսեցինք այսքան ժամանակ, այն ժողովուրդը, որ կարողացավ ընդդիմանալ իրան եւ չտալ ձայներ, տվեց թերևս մի 40% եւ ընդդիմությունը, որ տեսել է, որ իր 40%-ը 49 է դարձնում, հիմա վրթովված է։ Այդ ընդդիմությունը ամենուր է, քաղաքներում, գյուղերում, ամենուր։ Եվ ինքը գիտի, որ իր ձայները կեղծված են։ Սա կեղծված ընտրություններով ձևավորված խորհրդարան է։ Բայց ամեն դեպքում այդ նույն մարդիկ նաև դժգոհություն ունեն ընդդիմությունից եւ հիասթափություն, երբ որ լինում է ոչ միայն իշխանության հանդեպ է լինում հիասթափություն, նաև ընդդիմությունից է լինում հիասթափ։ Արդեն ողերորդ պարտությունն է ընդդիմությունը կրում։ Ախր որ դուք ասում եք պարտություն, հերմն է։ Ես ձեր հետ եւ համաձայն եմ եւ համաձայն չեմ, որտեւ եթե այս պարագայում ինքը համոզված էր, որ պետք է 65, ընդ որում իրան բազմաթիվ մարդիկ ասել են, որ ասել են, հա, իսկապես 40%-ի ձայն է, բայց մենք դա կհասնենք 65։ Եվ այս պաշտոնանկումները, որ հիմա տեղ ունեն, դրա հետևանք են։ Եվ ինքը եւս դժգոհ է իր շրջապատից։ Բայց նաեւ ընդդիմությունը դժգոհ է, համաձայն եմ ձեր հետ, այս այլանդակություններից, որ կատարվել է, բայց նաեւ դժգոհ է ընդդիմությունից մեր հասարակության այդ հատվածը, բայց հասարակության այդ հատվածը առաջի հերթին պետք է համախմբվի այսօր մեր ընդդիմության շուրջը, մեր տիտղոսային ընդդիմության, որտեղ հիմնական գործող անձը այս process-ների մեջ հենց տիտղոսային ընդդիմությունն է լինում։ Համախմբվի նկատի ունեք ինչ տեղի ունենա, այսինքն փողոցային պայքար տեղի ունենա։ Դա անխուսափելի է։ Հերմինե, դա անխուսափելի է, որտեղ երբ որ ինքը անցնի այդ իր ծրագրի իրականացմանը, ես առավել քան համոզված եմ, որ ընդդիմությունը, հենց տիտղոսային ընդդիմությունը ինքը այդ կոչումը ունի։ Ինքը պետք է պայքարի դրա դեմ եւ այդ պայքարը միայն խորհրդանով չի սահմանափակվելու։ Համոզված եմ, ամբողջ աշխարհի օրինակները դրա մասին են խոսում։ Եվ դուք հավատում եք, որ Փաշինյանը փողոցով կարող է հեռանալ։ Ես կարծում եմ չի հաջողվել։ Մի քանի անգամ։ Ես կարծում եմ, որ փողոցը պետք է ապահովի այն ընտրությունը, որը պետք է տեղի ունենա խորհրդարանում։ Այսինքն impeachment-ը։ Այո, իհարկե։ 1 տարի կա impeachment անել։ Գիտեք, զարգացումները բավականին անկախատեսելի են լինում շատ հաճախ։ Եվ ես կարծում եմ, ազգային ժողովում պետք է նախաձեռնվի գործընթացը, պետք է օրենքը թույլ տա։ Հիմա 1 տարի թույլ չի տալիս օրենքը։ Տարբեր տարբերակներ կան, կարող է ինքը ուղղակի հրաժարական տա։ Տարբեր տարբերակներ կան, բայց ես նորից եմ ուզում ասել, որ արի այդքան որոշակի ինձ մի հարցրու, որտեղ ես կդժվարանամ այդ որոշակին պատասխանել։ Ես ուրիշ բան եմ ասում եւ խնդրում եմ, որ դու իմ հետ համաձայնվես։ Կամ թե չառարկի, որ այն process-ները, որոնք այսօր կան, ենթադրում են հանգուցալուծում։ Այդ հանգուցալուծման նախաձեռնողը հենց իշխանությունն է լինելու, որտեղ իր տերերը ասում են, արա, ինչ որ խոստացել ես։ Եվ դա ճիշտ ասեցին, որ եկել էին Դիլիջանում ու ասում են ոնց որ թե հանդիպել են նաև իր հետ, դրա մասին այո խոսում, որ պարտավորություններ ունես կատարիր։ Հիմա դուք ասում եք նախաձեռնելու է, փորձելու իր կողմը քաշել падգամավորներին, սահմանադրական մեծամասնություն կազմել, ընդդիմությունը կարող է պաշտպանվել եւ դուք այդ վտանգը տեսնում եք, որ հնարավոր է, որ իսկապես հաջողվի Փաշինյանին։ Դու ինձ որ ասում ես հնարավոր է, աշխարհում քիչ անհնար բաներ կան։ Հնարավոր են լինեն։ Հայրենի աշխարհում քիչ անհնար բաներ կան։
բայց ես ենթադրում եմ, որ այդ ժամանակ կլինի լավ հնարավորություն, որ ընդդիմությունը միանա, միավորվի եւ նաեւ իր ընդդիմադիր զանգվածների աջակցության շնորհիվ լուծի հարցեր, որոնք մենք սպասում ենք արդեն 7-8 տարի։ Այսինքն բարդ իրավիճակ է հիմա ընդդիմության համար ստեղծված։ Բարդ բառը ճիշտ է, բայց ավելի շատ պատասխանատու։ Ինքը ունի առաքելություն եւ այդ առաքելությունը պետք է ինքը իրականացնի, բայց այդ առաքելության իրականացման ժամանակ ողջ ընդդիմադիր քաղաքական դաշտը պետք է մի մարդու նման կանգնի մեր տետրոսային ընդդիմության թիկունքին։ Դա անխուսափելի է։ Նաեւ մեր ընդդիմադիր համակարգացիները ոչ անապերություն։ Այսինքն համախմբում իրականացնել։ Այո, միանշանակ։ Դա երկար աշխատանք է, որ պետք է որ դուք ասում եք երկար աշխատանք է, այդ աշխատանքը այնքան երկար է, որ մի օրում հնարավոր չի իրականացնել, բայց ես կարծում եմ դրա նախադրյալները արդեն կան։ Այս 7-8 տարիների ընթացքում դրա նախադրյալները քայլ կուտակվել են եւ այս վերջին այլանդակ ընտրություններում իսկապես մեր շատ համակարգացիներ հասկացան, որ իր ձայները գողացված է։ Սա գողացված ձայներով, իշխանության կողմից գողացված ձայներով ստեղծված իշխանական ֆրակցիա է այնտեղ նստելու։ Այնտեղ որ նստելու են այդ ԿՊ-ի ներկայացուցիչները, նրանք գողացված ձայներով մարդիկ են այնտեղ։ Խոսենք նաև մեր շուրջ ընթացող գործընթացներից Իրանում բավականին լարված իրավիճակ է։ Կարծես թե սկսվում կամ վերսկսվում Ամերիկայի Միացյալ Նահանգները Իսրայել է ուղարկում եւս մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր ընդլայնման ֆոնին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ Իրանը կանցնի հարձակողական գործողությունների, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները չդադարեցնի հարվածները։ Հիմա կարող է վերսկսվել գործողություններ, ինչ վտանգներ են Հիմա եւս մի շատ հետաքրքիր ինֆորմացիա կա, որի մասին ես կարծում եմ, որ արժի խոսենք։ Ֆրանսիայի Գերմանիան կոչն արել Իրանի Իսլամական Հանրապետությանը նստել բանակցային սեղանին։ Ըստ էության խնդիրը կայանում է նրանում, որ այն համաձայնագրերը, այն հուշագիրը, որ ստորագրվեց Իսլամաբադում, Միացյալ Նահանգները խախտում են։ Եվ պնդում են, որ Իսրայելը, պնդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունները կամ պետք է համաձայնվի դրան իրենց խախտումներին, կամ պետք է նստի նոր բանակցություններին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ասում է դուք արդեն ստորագրել եք այդ հուշագիրը եւ այդ հուշագիրը գործում է։ Ընդ որում Ֆրանսիան եւ Գերմանիան որացի իրանք ասում են, որ հենվելով այդ հուշագրի վրա։ Եվ այստեղ մեղավորությունը Միացյալ Նահանգներինն է։ Ինքն է խախտել այն հուշագիրը, որը ստորագրվել էր Իսլամաբադում, եւ ինքը փորձում է այդ խախտած հուշագրի շնորհիվ առավելություն ստանալ։ Բայց քանի որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընկրկում, չի նահանջում, կոնֆլիկտը խորանում է։ Եվ այս իրավիճակում ես կարծում եմ, որ բավականին բարդ է ասել, թե ինչպես կզարգանա։ Ինչու է բարդ։ Որովհետև Միացյալ Նահանգները բավականին մեծ ծախսեր են կատարում։ Տեսեք, դուք ասեցիք նոր օդանավեր են ուղարկում, դրանք էժան գործ չեն։ Շուտով մոտենում է հոկտեմբերին այնտեղ միջանկյալ ընտրությունները եւ այդ պարագայում այս ամեն ինչը Թրամփի համար շատ վտանգավոր է, որտեղ ինքը կարող է կորցնել մեծամասնությունը խորհրդանում, ինչը էապես կթուլացնի իր հնարավորությունները եւ ինքը շտապում է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր պահվածքով, իր դարերի եւ հազարամյակների ընթացքում ձևավորված պահվածքով շտապելու տեղ չունի։ Եվ այս պարագայում ես կարծում եմ, իրենք պետք է գան մի լուծման, որը չի կարող լինի այնպեսին, ինչպեսին Ամերիկային է բավարարում։ Ենթադրում եմ ինքը նաև չի կարող բավարարել Իրանի Իսլամական Հանրապետությանը ամբողջությամբ, բայց ենթադրում եմ, որ լուծումը, խաղաղ լուծումը երկու կողմն էլ ձեռք է տալիս, որտեղ ռազմական ճանապարհով ակնհայտ է, որ կարճ ժամանակում Միացյալ Նահանգները չի կարող իր նպատակին հասնել։ Իսկ այդ կարճ ժամանակում կարելի է ուրիշ բան անել։ Կարելի է գալ մի լուծման, որը երկու կողմն էլ բավարարի։ Դուք ամեն դեպքում լիահույս եք, որ կկարգավորվի այս ամեն ինչը։ Այո, ես կարծում եմ, որ նույնիսկ Միացյալ Նահանգներն են բազմիցս ասել, որ մենք երբեք չենք մտնի ցամաքային պատերազմի մեջ, երբեք չենք մտնի։ Իսկ դա ամենամեծ խաղաթուղթն է Իրանի Իսլամական Հանրապետության։ Իհարկե, խնդիրները մեծ են, ինֆրաստրուկտուրան բավականին տուժել է, բայց ինքը հասկանում է, որ պայքարելու այլ ավելի նպատակահարմար ճանապարհ չունի ինքը։ Այս ճանապարհով ինքը կարող է հասնել նրան, որ տևական ժամանակ խաղաղություն լինի
Եվ եթե հանկարծ հաջողվի Իսլամաբադի այդ հուշագրով իրականացնել, ապա մեծ գումարներ ինքը կարող է ստանալ, նայդ նավագնացության շնորհիվ, նաև այն սառեցված ակտիվների շնորհիվ, որը արևմտյան բանկերում կուտակված են, եւ ես կարծում եմ, որ այն ճանապարհը, որ ընտրել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, դա շատ արդյունավետ է։ Ընդ որում եւս մեկ բան կա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում ըստ լուրերի ավելի պահպանելու իրենց ազգային նկարագիրը, իրենք ավելի աշխարհիկ են դարձրել իրենց ներքին կյանքը, որը չափազանց կարևոր է, որովհետև դա հենց թերևս են ամենախոցելի հատվածները, որը Բայց դարձրել են արդյոք։ Այո, իմ տեղեկություններով այո, ես հանդիպում եմ մարդկանց։ Տեսնում եք մտրակի հարվածների մասին, պես նյութեր։ Այդ մտրակի հարվածները երևի այնպիսի սրիկադավաճաններին են, որոնց մտրակներից ավելի լուրջ հարվածներ պետք է ստանան։ Բայց իրենց այդ ներքին կյանքում, հատկապես այդ կանանց նկատմամբ այդ սահմանափակումները, ըստ իմ լուրերի, ես այդ լուրերին հավատելու հակում ունեմ, բավականին մեղմացել են։ Եվ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների մասին ինչ կասեք, դուք ինչ եք կարծում, ռուս-ադրբեջանական լարվածություն կա, թե չկա։ Մենք տեսանք, որ արտգործնախարարները հանդիպեցին, դրական մթնոլորտում էր ամեն դեպքում հետաքրքիր թեմա է ասում, չգիտեմ մենք այսօր կհարցնենք, բայց արի շատ կարճ ես ասեմ, հա դրա մասին չնայած շատ խոր։ Ամեն դեպքում Ալիևն ասում էր, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Հետո տեսանք արտգործնախարարների հանդիպում եւ շատ ջերմ մթնոլորտում անցնում էր։ Ես կարծում եմ այն քաղաքականությունը, որը Ռուսաստանը վարեց Հարավային Կովկասում, սկսած հենց 18 թվականից իրեն բերել է բավականին ծանր իրավիճակի մեջ։ Եվ ես առավել քան համոզված եմ, որ եթե ինքը չվերանայի այդ քաղաքականությունը, այդ ծանր իրավիճակը խորանալու է ու չափազանց Ինչ է տեղի ունենալու։ Մեծ խնդիրներ է տեղի ունենալու, որտեղ իսկապես այն եթե թուրանական ծրագիրը իրականանա, իսկ հիմա իր համար այդ ծրագիրը կարծեք դառնում է անխուսափելի։ Եթե ինքը չվերանայի այն մոտեցումը, որը ինքը ունեցել է 18 թվականից սկսած, 21 թվականի ընտրություններին հիշում եք, հիմա երևի ժամանակ չկա մանրամասն ասելու, ինքը անխուսափելիորեն գնալու է բարդ խնդիրների, միգուցե շատ ավելի բարդ խնդիրների առաջ կանգնելու, քան հիմա Ուկրաինայում։ Եվ այդ առումով ես կարծում եմ, որ ինքը ուկրաինական խնդիրը հաղթահարելուց հետո անխուսափելիորեն պետք է վերանայի իր վերաբերմունքը Հարավային Կովկասին։ Հարավային Կովկասը հենց այն տեղն է, որտեղ լուծվում է ոչ միայն Միջինասիայի, այլև Պավոլժիայի խնդիրները։ Վերանայել ասելով ինչ նկատի ունեք։ Շատ լավ հարց եք տալիս, կար մի ժամանակ, երբ որ Հարավային Կովկասում կար ուժերի հավասարակշռություն։ Այսօր այդ հավասարակշռությունը խախտված է հիմնահատակ եւ այդ հավասարակշռությունը խախտված է ի նպաստ թուրք-ադրբեջանական ուժերի եւ եթե այդ իրավիճակը շարունակվի, ես ասացի, որ ինքը ոչ միայն Միջինասիայում է խնդիրներ ունենալու, այլև Պավոլժիայում։ Ու ել չեմ խոսում նաեւ Հյուսիսային Կովկասի մասին։ Շնորհակալ եմ։ Զրուցում էի Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։